ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է. ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, եւ որ Թեհրանը որոշ առումով համաձայնել է պայմաններին։ Մանրամասներին գործընկերս Գեղամ Մադյանն է ծանոթացել։ Գեղամ, ինչ համաձայնագրի մասին է խոսքը, Իրանի դիրքորոշումը ինչպիսին է։ Աննա Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պարտավորվել երբեք չարտադրել միջուկային զենք եւ վերացնել իր բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության համար, ինչ ըստ էության ԱՄՆ վարչակազմի հիմնական պահանջներից է։ Այնուամենայնիվ տարբեր հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ հայտնում են, որ Իրանը ունի նախապայմաններ գործընթացում պետք է ներգրավի նաև Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան, որպեսզի Իրանը կարողանա իր ուրանը արդեն քաղաքացիական օգտագործման նպատակներով արտահանել արաբական երկրներ։ Պետք է նշեմ, որ մեր հարևան երկիրը պատրաստ է միջազգային տեսուչներին թույլ տալ վերահսկել այս ամբողջ գործընթացը իր երկրում, սակայն դա կարվի միայն պատժամիջոցների ամբողջական վերացման դեպքում, բայց էական է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նախկինում հայտարարել է, որ Իրանը արդեն իսկ իր ուրանը հարստացրել է այն չափով, որպեսզի կարողանա ատոմային զենք ստեղծել։ Կհիշեցնես, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Հիշեցնեմ, որ պատժամիջոցները նախկինում դեռ 2000-ականներին մինչև 2010 թվական սահմանել էին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը եւ առանձին այլ երկրներ։ Պատժամիջոցներն իհարկե վերաբերվում են միջուկային տեխնոլոգիայի, հանքանյութի, իհարկե ուրանի ներմուծմանը եւ արտահանմանը։ Պատժամիջոցները խափանում էին նաև Իրանի նավթի եւ գազի արտահանումը, բանկային համակարգին էին հարվածում եւ ամենակարևորը ռազմական տեխնիկայի վաճառքին կամ նման տեխնոլոգիաների ներմուծմանը, բայց ուզում եմ հիշեցնել, որ 2015 թվականին նույնպես նման համաձայնագիր է կնքել, սակայն Իրանի հեռահար բալիստիկ հրթիռների ծրագրի պատճառով Վաշինգտոնը դուրս եկավ գործարքից, որին մասնակից էին Չինաստանը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Բրիտանիան։ Իսկ Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա պատժամիջոցների չեղարկումը եւ իսկապես կա նման հնարավորություն։ Տարբեր փորձագետներ լավատես են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը նման համաձայնագիր կնքեն, որն ըստ էության կձևափոխի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև տարածաշրջանային իրողությունները, Իրանի դիրքերը իհարկե կամրապնդվեն եւ դրանից բխում է, որ նաև Հայաստանը կկարողանա ավելի անկաշկանդ համագործակցել Իրանի հետ, առաջինը տնտեսական համագործակցությունը, հատկապես նավթագազային ոլորտում, ու նաև պետք է հաշվի առնել, որ այս օրերին ուժի մեջ է մտել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրը, ինչը հատուկ պայմաններ է ստեղծում իրանական շուկայում ներդրումներ անելու համար։ Կարող ենք նաև շոշափելի արդյունքներ ակնկալել Պարսից ծոց, Սև ծով տնտեսական միջանցքի ուղղությամբ, ինչով իհարկե հետաքրքրված են հարևան Վրաստանը եւ Թուրքիան եւ շահառու են եվրոպական երկրները, ու իհարկե այս ամենը չի կարող դրական ազդակ չլինել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների համար, վերջերս երբ Բաքուն տարբեր սադրիչ գործողություններով հետաձգում էր խաղաղության պայմանագրի կնքումը, դա պայմանավորված էր նաև ըստ տարբեր փորձագետների, դա պայմանավորված էր նաև ԱՄՆ վարչակազմի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությամբ եւ Ադրբեջանը սպասում էր, որպեսզի այդտեղ իր բաժինն ունենա, այսինքն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Հայաստանից պոկի, սակայն վերջին իրադարձությունները հույս են ներշնչում, որ տարածաշրջանը գնում է խաղաղության։ Շնորհակալություն։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ ուրբաթ։